Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, ապրիլի 25։ Եթե մեկը լսի իմ ձայնը և դուռը բանա, կմտնեմ նրա մոտ։ Հայտնություն 3 գլուխ 20-րդ խոսք։ Ինչ ես ցանկանում այս երեկո։ Արդյոք քո փափագը երկնավոր բաների հետ է կապված։ Արդյոք փորձում ես ճաշակել հավիտենական սիրո բարձր և վեհ վարդապետությունը։ Արդյոք ցանկանում ես մտերմիկ ու ազատ շփում ունենալ Աստծո հետ։ Արդյոք ձգտում ես ճանաչել նրա սիրո լայնությունը, երկայնությունը, բարձրությունը և խորությունը։ Եթե այո, ուրեմն պետք է Հիսուսին մոտենաս։ Պետք է հստակ պատկերացում ունենաս նրա մասին, գիտակցես նրա թանկարժեքությունն ու կատարելությունը, պետք է ճանաչես նրա գործերը, ծառայությունն ու անձը։ Նա, ով ճանաչում է Քրիստոսին, օծություն է ստանում սրբից և այդ օծությամբ կարողանում է հասկանալ մյուս բոլոր բաները։ Քրիստոսն այն բանալին է, որով հնարավոր է բացել Աստծո բոլոր սենյակների դռները։ Չկա մի գանձարան, որ չբացվի, և իր ողջ հարստությունը չտա այն հոգուն, որ մոտ է ապրում Քրիստոսին։ Դու գուցե ասում ես. «Օ եթե միայն կարողանայի իմ գիրկն ընդունել նրան, եթե միայն նա իմ սիրտն իր հավիտենական բնակարանը դարձներ»։ Բաց արա դուռը, սիրելի հոգի, և նա ներս կմտնի։ Արդեն երկար ժամանակ է, ինչ նա թակում է այն, որ ընտրի քեզ հետ, և դու էլ նրա հետ։ Նա ընտրում է քեզ հետ, որովհետև դու տուն ես ապահովում նրա համար քո սրտում, իսկ դու ընտրում ես նրա հետ, որովհետև նա կերակուր է բերում իր հետ։ Նա չէր կարողանա ընտրել քեզ հետ, եթե քո սրտում պատրաստված տեղ չլիներ, իսկ դու չէիր կարողանա ընտրել, որովհետև քո պահարանները դատարկ են։ Ուրեմն լայն բաց արա սրտիդ դարպասները, և նա ներս կգա այն սիրով, որը դու փափագում ես վայելել։ Նա կգա այն ուրախությամբ, որը դու չես կարող ապահովել քո թշվառ հոգու համար։ Նա կգա այն խաղաղությամբ, որը դու չունես քո սրտում։ Նա կգա զորացնելու քեզ կարկանդակներով և սիրո քաղցր խնձորներով, որպեսզի դու սիրուց չնվաղես։ Միայն բաց արա դուռը նրա առաջ, դուրս հանիր նրա թշնամիներին, նրան հանձնիր սրտիդ բանալին, և նա հավիտյան կբնակվի այնտեղ։ Օ ինչ հրաշալի սեր է սա, որ թույլ է տալիս այսպիսի հյուր ընդունել այսպիսի սրտի մեջ։